Լրատվամիջոցների համար, օրինակ Կենտրոն TV-ի համար, բլոգերների, ոդկասթների համար դա շատ լավ է, որովհետև YouTube-ը դա գովազդային հարթակը, գովազդատուները տեղադրում են գովազդ, ու այդ տեսանյութը գովազդային ցուցադրվում է ձեր տեսանյութի դիտման ընթացքում, այդ դրա եկամուտը Google-ը կիսում է, կես իրան է վերցնում, կես տալիս է այդ տեսանյութի ստեղծողին։ Իսկ Հայաստանն ինչ է շահում։ Շահում է այն, որ օրինակ լրատվամիջոցները ստանում են ավելի շատ ֆինանսական անկախության գործիք։ Այսինքն, եթե դուք ունեք այդպես միլիոնավոր դիտումներ օրինակ YouTube-ում, դուք ոչ վատ գումարներ կարող եք ստանալ, իսկ Հայաստանում լրատվամիջոցների համար գումար հայտարարելը միշտ խնդիր է եղել, շուկան փոքր է։ Նաև ռելոկանտների համար ինքը հնարավորություններ է ստեղծում։ Բնականաբար, հատկապես որ Ռուսաստանում մոնետիզացիան անջատվել է, իրանք եկել են երկիր, որտեղ միանում է, վատ չի։ Հասարակ օգտատերերի համար իհարկե իրավիճակը վատ թարանալու է, որովհետև մոնետիզացիան օդից չի գալիս, դա նշանակում է, որ YouTube-ը թույլատրելու է Հայաստանի դիտողի վրա տեղադրել գովազդ։ Այդ նշանակում է, որ հիմա դուք նյարդանալու գովազդ եք տեսնելու։